Մեր երկրում, որտեղ պաշտոնյան 9 միլիոն դրամ պարգևավճար է ստանում, կա 136,000 մարդ, որ չի կարողանում մի քանի տարի շարունակ մինչև 250,000 դրամ սպառողական վարկ մուծել, ընկնում է սև ցուցակ։ 2017 թվին նրանց թիվը 48,000 էր։ Այսինքն հեղափոխություն կոչվածից հետո 88,000-ով աճել է այդպիսի մարդկանց թիվը, աղքատացել են։ Երբ Նիկոլն ասում է, այսքան բարեկեցիկ Հայաստանը դեռ չի եղել, խոսքը ՔՊԱ-կանների մասին է։ Իրենք երկիրն ու ժողովուրդը իրենցով են չափում։ Նիկոլին համարում են պետությունը, ՔՊ-ին ժողովուրդը։ Հայաստանում ամենալավ բիզնեսը ՔՊԱ-կան պաշտոնյա լինելն է դարձել։ Կան հարկային մեծ արտոնություններ, ազգուտակով պաշտոնի են, ազգուտակով բիզնեսմեն են, ազգուտակով պարգևատրվում են։ Պաշտոնյա լինելը բավականին լավ բիզնես է։ Այդ որ մի հայաստանյան բիզնեսմենն է մեկ օրում 9 միլիոն դրամ աշխատում։ ՔՊԱ-կան պաշտոնյաները աշխատում են։ Սրանք իշխանությունից կարճած են նաև հենց փողերի կերակրատաշտի, իրենց բառերով ասեմ, լափամանի պատճառով։